Շաբաթի սկզբին Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտի, լսակայանների դիմաց մեքենաների հերթերի ֆոնին Facebook-ում քաղաքական ստատուսագրությամբ զբաղված էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հինգշաբթի կառավարության նիստից հետո ճեպազորույցի ժամանակ ասել էր, թե մայիսի 2-ին Հայաստան կմտնի այնքան հեղուկ գազ, որ գները էականորեն կնվազեն։ Ուր է թե գները նվազում են, հարցնում են վարորդները Գևորգ Պապոյանին։ Մայիսի 2-ն է արդեն, բայց 1 լիտր գազը 270-280 դրամ է, ինչպես շաբաթի սկզբին։ Գազ լիքն է, ոնց չկա։ Լավ էլ եկել, լիքը գազ է։ Լարսը արդեն անցել են, լիքը գազ կա։ Այդ 5000 դրամից 120 կիլոմետր չի քշվում։ Առաջ քշում էի համարյա 200 կիլոմետր։ Օրը 200 կիլոմետր։ Շատ է, 50 դրամ քշում։ Դե բնական է, ցավը տանեմ, 120 ուր 270 ուր։ Ինչքան է ձեր ամսական ավել ծախսը գազերի մա։ 200,000։ Որ հեղուկ գազ կա Հայաստանում, կասկած չունեն վարորդները։ Նկատում են, պետական վերահսկողություն չկա, ինչպես սննդամթերքի, այնպես էլ վառելիքի շուկայում։ Մեր երկրում ցանկացած ապրանք, երբ թանկանում է, գնիչեցման հույս այլևս պետք չէ ունենալ, ասում են։ Ինչից են գոհ։ 140-150 դրամից դարել է 270 դրամ։ Ու կալորիականությունը ընդհանրապես չկա։ Օրվա հացի փող աշխատող տաքսու վարորդները, որ իրենց մեքենաները հիմնականում գազով են շահագործում, այս շաբաթի սկզբին հարկադիր պարապորտի են մատնված եղել, հեղուկ գազ չեն կարողացել ճարել լցակայաններում։ Իսկ բենզինով տաքսի վարելը ձեռնտու չէ, բենզալցակայանների ցուցատախտակներին եվրոպական գներ են վարվում։ Պրեմիում տեսակի բենզինը 520, ռեգուլյարը 500 դրամ է։ Էդի Պապոյանը դրան պետք է արտադրեք։ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը համակարգող Գևորգ Պապոյանի խոսքով մեր երկրում վառելիքը մի քանի 100 դրամ ավելի թանկ կլիներ, եթե ադրբեջանական բենզին չներկրվեր։ Աշխարհի երկրների մեծ մասում բենզինի գինը թանկացել է 2-3 անգամ մի զգալի մասում։ Հայաստանում թանկացել է տոկոսներով։ Ինչու է այդպես, շատ ուղիղ ասեմ։ Ադրբեջանական բենզինը եւ դիզելը եթե չլինեին, մեր մոտ գները շատ ավելի, մի քանի 100 դրամ ավելի բարձր կլիներ, քան կա։ Այնպես որ պետքա շարունակենք հնարավորինս շատ այդ դիվերսիֆիկացիան պահել, որ աշխարհակաղակական ցնցումները մեր վրա հնարավորինս քիչ ազդեցություն ունենան։ Հավի խնդալը գալիս է ցավը տանում, այդ իր ասացի վրա։ Մի մարդ որ 5 լիտր բենզինը հաշվի 1100 դրամ։ Ինչ ես ուզում այդ մարդուց։ Հաջողություն։ Իդեպ ադրբեջանական բենզին վաճառող լցակայանի ցուցատախտակներին էլ են բենզինի բարձր գներ։ Թանկացել է երբեմնի էժան ու այդքան գովերգած ադրբեջանական վառելիքը։ Եթե 2 ամիս առաջ այդ երկրից ներկրված պրեմիում բենզինի 1 լիտրը 430 դրամ էր, հիմա 505 դրամ է, ռեգուլյարը 485։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մոնոյան, Հայլուր։